գիտեք, որ Հայաստանի արտաքին հետախուզական ծառայությունը երեք հայտարարություն տարածեց, որ որևէ այլ երկրում ԱՄՆ չտվեց այդ երկրին Հայաստանի քաղաքացի հայազգի գործարաններին ճնշում են գործադրում, որպեսզի նրա առաջիկա ամրությունների ընթացքում ֆինանսական եւ այլ կարգի աջակցություն ցուցաբերեն։ Հիմա քննություն է ընթանում Քննչական կոմիտեի։ Հիմա եթե պարզվի կոնկրետ այդ ուժի անունները, ովքեր են կամ ուժերի անունները, սա հիմք կարող է հանդիսանալ, որ չգրանցվեն կամ գրանցելուց հետո դուք դիմեք դատարանին, որպեսզի ուժը գործարարի չի այդ գրանցում։ Կոնկրետ այս օրինակի հիման վրա խնդրեմ պատասխանել։ Հարգելի գործընկերներ, ընտրական օրենսգիրքը կարգավորում է թեկնածուների հետ կապված հարաբերությունները։ Մեր իրավապահները իրենց գործունեության ընթացքում բազմազան, տարեկան հազարավոր գործեր են քննում։ Իրավապահները իրենց գործառույթները ունեն, չգիտեմ, արտաքին մարտահրավերները կանխելու եւ այլ։ Ընտրական օրենսգիրքը կարգավորում է թեկնածուն, այսինքն կուսակցությունը նախ պիտի գա գրանցվի։ Ասացի, որ երբ որ ինքը անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնում է, ինքը գրանցվում։ Արդեն գրանցված կուսակցությունը կամ դաշինքը պիտի ընտրական օրենսգրքի կարգավորումները, ասենք, պարբերաբար եւ տոտալ ոտնահարի։ Եվ ու այս դեպքում, այսինքն ձեր նկարագրած երևույթը եւ այնինչ նախատեսում է ընտրական օրենսգիրքը փոխկապակցված չեն։ Ձեր կրկնում եմ, մեր օրենսդրությունը վերաբերում է ընտրական օրենսգիրքի կարգավորումները վերաբերվում են գրանցված կուսակցություններին կամ դաշինքներին, գրանցված թեկնածուներին։ Այսինքն թեկնածուները մեր մոտ վերջնականապես ցանկը հայտնի կլինի մայիսի 3-ին, երբ որ կգրանցվեն։ Ապրիլի 23-ին առաջադրումներն ավարտվելու, այսինքն մենք կունենանք հավակնորդներ, այսպես ասենք, կուսակցությունների, իսկ վերջնական գրանցված ցանկը կունենանք մայիսի 3-ին։ Այն մայիսի 3-ից գրանցվելուց հետո իրենց գործունեությամբ պայմանավորված լինելու, իրենք ինչ իրավական կարգավիճակում կլինեն։ Այստեղ կանխակալ ինչ որ գնահատականներ տալ եւ այլ, դա կներեք որևէ մեկ իրավունք չունի։ Կոնկրետ այս դեպքով, եթե պարզվում է, որ այլ երկրում Հայաստանի քաղաքացիներին հարկադրում են, որպեսզի նրանք ֆինանսական կամ այլ հարկադրանքի տեսակերով պայմանավորված գալ Հայաստան եւ քվեարկել կոնկրետ։ Տիկին Ստեփանյան, ես կրկնում եմ։ Այս դեպքում իրավապահների գործառույթն է մեր քաղաքացիներին պաշտպանել, ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս իրենց ունեցած գործիքակազմով։ Գործառույթը վերաբերվում է կուսակցություններին գրանցված, թեկնածուներին գրանցված եւ իրենց գործունեությանը Հայաստանի Հանրապետության տարածքում։ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մեր կուսակցությունները գործունեություն ծավալելու իրավունք չունեն։ Դա հասկանալի է։ Նկատի ունեմ, ԿԸՄ այս հիմքով իրավունք ունի տվյալ գրանցված կամ չգրանցված կուսակցության նկատմամբ որոշակի։ Տիկին Ստեփանյան, ես կրկնում եմ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հետախուզական, հակահետախուզական կամ իրապահ մարմին չէ, որ իր գործունեությունը պայմանավորվի ձեր նկարագրած գործիքակազմով։ Եթե որևէ կուսակցություն Հայաստանում գրանցվելուց հետո ընտրական օրենսգրքի հետևողական կոպիտ շարունակական խախտումներ թույլ կտա, այդ դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է քննարկել այն հարցը, որ դիմի դատարան տվյալ կուսակցության գրանցում ուժը կորցած ճանաչելու պահանջով։